Ինչքան էլ փորձեն, սևացնեն։ Ում հոգին է փառավորվել Սամվել Կարապետյանի կալանքով։ Ալիևի, որի սև ցուցակում է Հայաստանի ու Արցախի շենացմանը նպաստած հայ գործարարը։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ընդդիմադիր падգամավորը վստահ է Կարապետյանի կալանքը բերկրանքով է լցրել նաև Հայաստանի վարչապետի հոգին։ Տոնած կլինեք, այդտեղ կասկած չունեմ։ Հայ ժողովուրդը։ Հետո ինչ, որ 6 տարի առաջ 2019 օգոստոսին Արցախի սրտում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր հայ գործարարներ Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի միլիոնավոր դոլարների հասնող ներդրումներով։ Ազատ եւ երջանիկ։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Ռուբեն Վարդանյան։ Հիմա Ռուբեն Վարդանյանին Ալիևն է դատում, օկուպանտ ու ահաբեկիչ անվանելով։ Սամվել Կարապետյանին Փաշինյանը։ Քանի որ Կարապետյանի լեզուն Փաշինյանի խոսքով պտտվել է ասել, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ։ Փաշինյանն ատում է արժեք ստեղծող հաջողակ մարդկանց, նախագահներից մինչև զինվորականներ, գործարարներ։ Դե ուղղակի սպորտսմեններ, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում, Լևոն Արոնյանի եւ մյուսների դեպքում։ Փաշինյանի թշնամիները հայրենակիցներն են, այն հայերը, որոնք սիրում են հայրենիքը, շարունակում է Գրիգորյանը։ Որտեւ այդ ձև չես կարող բացատրել, թե ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը, այսպես վիզը ծուր կանգնում Ալիևի առաջ ասում, արի գնանք սուրճ խմենք, կամ Էրդողանի գիրքը սենց ոգևորված իր կրծքին սեղմում կանգնում, հետո գալիս Հայաստանի Հանրապետությունում թուր ճոճում բոլորի նկատմամբ, հոգևորականների, կաթողիկոսների, նախագահների, գործարարների։ Պարոն Սուքիացյան, ձեզ դուր է գալիս այս իրավիճակը, երբ գործարարներն են այսպես թիրախավորվում։ Խաչատուր Սուքիասյանի աթոռին տարածված վիճակը հուշում է, ամենևին էլ դժգոհ չէ իր ընտանիքի պես մեծ բիզնես ունեցող, բայց ոչ իշխանական համարվող գործարարների թիրախավորումից։ Դուք ադեկվատ եք։ Հարցը հռետորական է, Էլինար Վարդանյանը գիտի, միամտություն է ադեկվատություն ակնկալել մի իշխանությունից, որի ղեկավարը մեղմ ասած հաճախ ադեկվատ չէ, հատկապես Facebook-ում։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ Facebook-յան էջում։ Որ գործարարը ներդրում կանի Հայաստանում, ուր չկան կայունություն, կանխատեսելիություն, վստահելի իրավական համակարգ, օրը մեջ բիզնես խլելու մասին հայտարարություններ են, դարձյալ հարցը հռետորական է։ Հասկանում եք, թե դրանով ինչ լուրջ հարվածի տակ եք դնում արկա եւ հնարավոր ներդրումները։ 23 թվականին ուղղակի ներդրումները եղել են 584 միլիոն դոլար, նախորդ տարի եղել են 138.5 միլիոն դոլար։ Դուք անմրցելի եք այդտեղ հատականդհատ ծագելու մրցույթում, չնայած չէ, մի քաղաքական գործիչ կա, որ մրցում է այդտեղ ձեզ հետ, եւ դա քաղաքական գործիչ Աննա Հակոբյանն է, ամեն դեպքում ձեր ընտանիքին է պատկանում անընդհատ հատակը ծագելու մրցանակը։ Բռունցքվում է վարչապետը, այս դեպքում ատամներով չէ, մատներով է կրճտացնում, մի խոստովանություն անում։ Ինչպիսին է ես։ Մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը իրեն ֆորպոստի վարչապետ է զգացել։ Պրահայում Ալիևի հետ հանդիպումից հետո է լիարժեք վարչապետի զգացողություն ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր է խոսույթը առաջ մղելով։ Երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում է Փաշինյանը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Իսկ հիմա հայտարարում է ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին, դա հաջողության պատմություն է։ Լեռնային Ղարաբաղի հարցը որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի։ Սրբապղծություն էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սրբապղծություն է սեփական կաշին փրկելու համար հազարավոր տղաների կյանքը զոհասեղանին դնելը, զորքը հետ քաշելն ու խաղաղ բնակիչներին անպաշտպան թողնելը։
Հայաստան խմբակցության падգամավորի այս թվարկումը դուր չի գալիս ՔՓԱ-ական падգամավորներին, որ աղմկում են ի պաշտպանություն իրենց քաղաքական առաջնորդի, Անագրում եմ որ հոտնկայս են լսում, ինչպես սիրում են ասել, մեծարգո վարչապետին։ Որևէ մեկը Հայաստանում ծնված Դուք նման եք են հանցագործին, որ սպանում է իր ծնողներին, հետո դատարանում, որ դա ներկայացնում է իր որբ լինելը որպես մեղմացուցիչ հանգամանք։ վաղը կարծես թե Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնում։ Գող կլինեն այնտեղ ձեզանից։ Շատ գող կլինեն, վստահ եմ գող կլինեն։ Խորհրդարանում խոհերի այնպիսի խառնաշփոթ էր, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահը նաև նկարչության միջոցով էր ասում. տարօրինակ շրջապտույտում ենք։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։